Լենինն է եկել լավ եղի ուժեղ պրոթուրքական լավ, ստե համաձայն եմ։ Լենինից հետո նոր Պուտինն է լավ։ Առաջինը Լենինն է։ Տեսեք, հիմա Պուտինը երկրորդ Լենինն է մեր համար դառել։ Լենինի օրոք է, չէ՞, ինչքան տարածք կորցրեցինք։ Նախիջևանը այդքան հայրով տալիս էին ավտոնոմիա էին սարքում Ադրբեջանի կազմում, ու առհասարակ մեր հայկական երկաթգծերի վիճակը, ասես մի հատ լացելու վիճակ է, ասենց ասեմ, էլի մեր մեջ ասես, լացելու վիճակ է մեր երկաթգծերի վիճակը։ Ես այն պստիկ տարիքից ինչ հիշում եմ, մենք երկաթգիծ չունենք, մենակ Վրաստանի հետ կապված այդ մասն է, որ աշխատում է, տենց փոքրի շատ է, ու վերջ։ Չգիտեմ, օրինակ կարող է լոլիկի սեզոնը նոր սկսի 1500 դրամ լինի կիլոգրամը, որովհետեւ մի քիչ աբսուրդ է, էլի։ Այդտեղ մրգեղենի մասին ընդհանրապես եմ խոսում, մրգեղենի գինը այնտեղ դարել է ինչ-որ մի դելիկատեսի գինը դարել, գիլաս, բանի, տենց գները, ծիրանի գինը մի ինչ-որ դելիկատեսի գինը, եվրոպական գներ են դրել։ Կարելի է, չգիտեմ, այդ ելակը այնց ձևի գին դնել, մեկը դուք թափում էիք, չէ՞, այս մի ամիս թափում էին, չէին առնում ռուսները, թափում էիք։ Հայկական շուկան որ կար, այսինքն գումի շուկան որ գնում էիր, այնտեղ ջրի գին էր դրած այդ երեկոյան ժամերին կամ այդ արդեն վերջանալու սեզոնն է։ Ջրի գին դնում էին, գրռսնելով ծախում բարձանում էին, չէին թափում։ Որն է խնդրեմը հիմա դուք դա չեք անում։ Ինձ ասում են, որ եթե մենք տենց բան անենք, մենք շուկայական գները բավականին տենց գցելու ենք, ու մեզ ձեռնտու չի, մենք ավելի լավ թափենք, քան թե շուկայի գները իջեցնենք։ Ձեզնից ի՞նչ է գնում ավելի էժան դնեք դա վաճառելու։ Ինչ պարտադիր է պամիդորը դնեք 1500 դրամ, որ այդ մարդը մեկը չի առնելու, վերջում դուք թափելու եք էդի։ Տոննեկով տանում թափում եք սովետաշեններում կամ չգիտեմ որտեղներ եք տանում թափում, դուք գիտեք։ Դուք հիմա ավելի շատ վախում եք, որ թուրքը կգա, թուրքը կդառնեք, թե վախում եք, որ թուրքական ապրանքը կգա, ձեզի ուժեղ կոնկուրենտ կդառնա ու չգիտեմ, այդ 1500 դրամից պամիդորը պետք է ստիպված լինեք 250-ով ծախեք, քանի որ թուրքական 300-ով է ծախվելու։ Որն է խնդիրը։ Ու պետք է պետությունը այստեղ խորը դիվերսիֆիկացում կատարի գների հետ կապված, որպեսզի սենձևի տատանումներ չլինի գների։ Մանրածախ առևտուրը պետք է լինի 700-800 դրամ կիլոգրամը ծիրանի, օրինակի համար, եթե դուք Եվրոպային դա տալիս եք 1500 դրամով։ Ամբողջ աշխարհով ընդունված մեթոդիկա է, այսինքն դա ես չեմ հնարում էլի, դու քո երկրում պետք է ավելի էժան ծախես քո ապրանքը, դրսում ավելի թանկ է ծախում, քանի որ ծախսը ավելանում դրա վրա։ Գիտեք ինչ կա, Պուտինը մեր լավն է ուզում, բայց դուք թուրքերի հետ եք տալի առնում։ Ոչ, եղբայրներ ու քույրեր։ Պուտինը ամենը թուրքամոլ, պրոթուրքական ղեկավարն է ռուս։ Ու իր հետ մոտիկություն անելը դա միանգամից ավելի թուրքական դառնալու մասին է խոսքը գնում։ Սկսվել են աշխատանքներ Գյումրի, Ախուրիկ եւ Երասխ ընկած այդ հատվածում, դա խոսքը գնում է երկաթգծի մասին։ Վլադիմիր Պուտինին էր դիմել, Միշուստինին էր դիմել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարավկովկասյան երկաթգծերի ցանցը վերականգնի այդ հատվածը։ Ես նորից եմ կրկնում դեմ չեմ, որպեսզի հայ մարդը գումար աշխատի, շատ գումար աշխատի, բայց դա պետք է նենց լինի, որպեսզի դիմացինի համարը ձեռնտու լինի, այնպես չլինի, որ մարդու համար դառնա դելիկատես գիլաս առնելը, հա, հասկանում եք թե չէ։ Ուղղակի ես մի բան չեմ հասկանում, հայկական երկաթգծերը լինելով այդպեսի մեծ ինչ որ ցանցի ներսում հովանավորության ներքո ռուսական, եթե այս վիճակում են, ապա իմաստը ո՞րն է լինեն նրանք ռուսական ցանցի ներքո։ Ավելի լավ չէ պետականացնել լինեն հայկական։ Այսինքն ասում դա ուղիղ Նիկոլ Փաշինյանը ուզում է Պուտինին ասի, եղբայր սարքում է սարքի, չէ սարքում մենք ենք սարքելու, քեզ ռադ ենք անելու ստեղից։ Մենք չենք դանելու սպասենք, թե դու երբ ես 5 տարվա մեջ որոշելու, թե երբ ես ստեղ գալու բան պատրաստես։ Ու շատ ճիշտ կլինի, եթե տենց անեն։ Ռուսաստանը հետ կանգնա ոնց որ թե մի տեսակ իր ասելիքներից։ Այսինքն Ռուսաստանի ուզածը Զանգեզուրի միջանցք բացելն էր, որը որ ավելի շատ ռուս-թուրքական է, այդքան ադրբեջանական չէ, ինչքան ռուս-թուրքական է։ Բոլորիս հայտնի է, որ ռուսներն ու թուրքերը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են քաղաքական առումով ու առհասարակ Պուտինը ամենևի պրո-թուրքական տենց ռուս ղեկավարն է, որին որ ես տեսել եմ կամ լսել եմ։ Ամենապրո-թուրքական ղեկավարն է Պուտինը։ Նենց որ պետք չէ էլի զարմանալ ու ասել ինչ որ ստե մարդկանց մեղադրել, ասելով դա համար դիվերսիֆիկացիան պետք է կատարվի հավասար բաշխումով։ Տեսեք, շատերը կան, որոնք որ ասում են, մենք Ռուսի հետ ընկերություն չարինք, հեսա թուրք ենք դառնում, թուրքացվելու ենք, անցնենք գնանք։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանը, այսօրվա Պուտինյան Ռուսաստանը դա ամենապրո-թուրքական Ռուսաստանն է, որը որ աշխարհում եղել է իր պատմության մեջ։ Բարև ձեզ։ Ձեզ հետ քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Վանյան Գուրգենն է։ Կամ էլ ուղղակի քաղաքական բլոգեր Վանյան Գուրգենն է։ Այսօր մեր թեմաներն են լինելու հայկական երկաթգծի վերականգնումը եւ հայկական ծիրանի արտահանումը դեպի Լեհաստան եւ Եվրոպա։ Նախ մինչ մենք սկսենք մեր բուն թեմաները, կխնդրեմ ձեզ հենց այս պահին կիսվել տեսանյութով եւ դնել լայքեր։
Քանի որ YouTube-ի ալգորիթմները բավականին փոխվել են, առաջին իսկ վայրկյանից ձեր դրած լայքերը բավականին օգնում են, որպեսզի տեսանյութը լավ տարածում ունենա։ Դրա համար նորից խնդրում եմ, որպեսզի տնեք լայքեր։ Իսկ հիմա անցնենք մեր բուն թեմաներին։ Եկեք սկսենք նրանից, որ դեռ 3-4 օր Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին Երևանում։ Հանդիպան ընթացքում բավականին շատ լավ բաներ խոսացին Հայաստանի մասին, Հայաստանի համար։ Ամենալավ բաներից մեկը այն էր, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացավ Հայաստանի Հանրապետությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի պատժամիջոցներ կիրառի հայկական արտադրանքի վրա, ապա Եվրոպան այն ուղղակի կսկսի գնի, որով ուղղակի ապտակ հասցրեց Պուտինին։ Բացի այդ նա ասաց, որ լավ գիտակցում է, գիտի, ինչ են խոսում Ռուսաստանում եւ Հայաստանում այս ամենի մասին, գիտի, որ Ռուսաստանը չի ուզում, որպեսզի Հայաստանը եւ Եվրոպական միությունը ավելի մոտենան իրար, եւ ասաց, որ թույլ չեն տալու, որպեսզի Պուտինը այդ իսկ ուզածը իրագործի։ Սա շատ ուժեղ մեսիջ էր ուղղված Ռուսաստանին, իդեմս Պուտինին։ Այս արտահայտությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ոչ միայն ապտակ հասցրեց Վլադիմիր Պուտինին, այլև նաև կանգնեց Հայաստանի թիկունքին, ցույց տալով, որ մենք այստեղ ենք, եթե Ռուսաստանի Դաշնությունը չուզենա գնի ձեր ապրանքը, մենք կգնենք։ Ու եթե ուզում եք իմանալ, սա ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ Եվրոպան ունի իր շուկաները, ունի այն ամենը, ինչը որ նա իրեն պետք է, եւ ավելի շատ սա Հայաստանին սնելու համար է նա ասում, եւ եթե նույնիսկ անի է, սնելու համար է անելու, որպեսզի Հայաստանին չկորցնի, որովհետեւ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով հիմա շատ կարեւոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում։ Ապա տարածաշրջանացման հարցում Հայաստանը հիմա երևի ամենագլխավոր դերում է։ Տեսեք, ինչու մի անգամից անցա ապա տարածաշրջանացմանը։ Լուրեր են պատտվում, որ Հայաստանի Հանրապետությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որ նախ սկսվել են աշխատանքներ Գյումրի, Ախուրիկ եւ Երազք ընկած այդ հատվածում, դա խոսքը գնում է երկաթգծի մասին, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջև կապ հաստատվի երկաթգծի միջոցով։ Տեսեք, դա շատ կարևոր է ու հիմնական ամենակարևորը գիտեք որն է, որ սա ձեզ հիմի ասում եմ։ Նրա մեջ այս հայտարարության ամենակարևոր մասը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իդեմս ամեն ինչի դա պետք է վերականգնվի, որովհետև դա մեր սեփականությունն է, գտնվում է մեր տարածքում եւ այն պետք է վերականգնվի, թեկուզ մենք վերականգնենք, դա պետք է անենք։ Նա գիտեք դա ինչու է ասում, որովհետև մինչ այդ, եթե կհիշեք, Վլադիմիր Պուտինին էր դիմել, Միշուստինին էր դիմել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարավկովկասյան երկաթգծերի ցանցը վերականգնի այդ հատվածը։ Բոլորս հիշում ենք դրա մասին։ Բայց Ռուսաստանը ասելով իդեմս Օվերչուկի ասելով, որ այո, մենք դա կանենք, մենք այդ հատվածը կուզենք վերակառուցենք, նրանք ոչինչ չեն անում։ Ու առհասարակ մեր հայկական երկաթգծերի վիճակը լացելու վիճակ է, ասենց ասեմ, էլի մեր մեջ ասած, լացելու վիճակ է մեր երկաթգծերի վիճակը։ Ես այն պստիկ տարիքից ինչ հիշում եմ, մենք երկաթգիծ չունենք, մենակ Վրաստանի հետ կապված այդ մասն է, որ աշխատում է, տենց փոքրի շատ է, ու վերջ։ Ես նույնիսկ վերջերս եմ իմացել, վերջերս ասել եմ 4 տարի առաջ եմ իմացել, որ Երևան-Սևան երկաթգիծ կա, որ մարդիկ կան, ովքեր որ նստում են եւ գնում են Սևան Երևանից այդ երկաթգծով։ Ուղղակի ես մի բան չեմ հասկանում, հայկական երկաթգծերը լինելով այդպեսի մեծ ինչ-որ ցանցի ներսում, հովանավորության ներքո ռուսական, եթե այս վիճակում են, ապա իմաստը ո՞րն է լինեն նրանք ռուսական ցանցի ներքո։ Ավելի լավ չէ պետականացնել լինեն հայկական։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հիմնիկած մտածում է մեր երկաթգծերի մասին, ոնց անի, որպեսզի, չգիտեմ, Նախիջևան ավելի հարմար մտնի, հայկական ապրանքը, չգիտեմ, Ադրբեջան հարմար գնա, Թուրքիա գնա, Իրան դեպի գնա, Վրաստան գնա, չեմ կարծում, որ Ռուսաստանը հիմի դրանով է տարված։ Դրա համար այդ հայտարարությունը հնչել է ու ասվել է, որ սա մեր տարածքն է, մեր ինքնիշխան տարածքն է ու դա հենց այդպես չի ասվում։ Դրանք բոլորը քաղաքական կոնտեքստ ունեն։
Նման հայտարարությունները, որը որ կապված է երկաթ գծերի հետ, ճանապարհների հետ ու այնտեղ նշվում է, որ դա մեր սուվերենիտետի հետ կապված է, մեր սեփականությունն է, դա քաղաքական կոնտեքստ ունի։ Այսինքն ասում է, դա ուղիղ Նիկոլ Փաշինյանը ուզում է Պուտինին ասի, եղբայր, սարքում է սարքի, չէ սարքում, մենք ենք սարքելու, քեզ ռադ ենք անելու ստեղից։ Մենք չենք դանելու սպասենք, թե դու երբ ես 5 տարվա մեջ որոշելու, թե երբ ես այստեղ գալու բան պատրաստես։ Ու շատ ճիշտ կլինի, եթե տենց անեն։ Եթե կհիշեք, Ռուսաստանը միշտ ասում էր, որ մենք ուզում ենք մասնակցենք թրիփին, ուզում ենք մասնակցենք այդ բոլոր կոմունիկացիաների բացումներին, հա, բայց այս վերջերս, երբ որ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի հետ, այսինքն օգոստոսի 8-ին Թրամփի հետ եւ Իլհամ Ալիևի հետ կնքեցին այդ համաձայնագրերը, եւ բոլոր ճանապարհները պետք է բացվեն, Ռուսաստանը հետ կանգնավ ոնց որ թե մի տեսակ իր ասելիքներից։ Այսինքն Ռուսաստանի ուզածը Զանգեզուրի միջանցք բացելն էր։ Սենց ասեմ, ժողովուրդ, նայեք, ամերիկացիքի համար էլ է մեկ, ռուսների համար էլ է մեկ, կարևորը այդ ճանապարհները բացվի։ Օգիստը մի քիչ տարբերությունը գիտեք ինչու՞մն է, որ ամերիկացիք ուզում են բացեն թրիփը, այսինքն ամերիկյան ճանապարհը, այնտեղ լինի ամերիկյան վերահսկողություն։ Ռուսները ուզում են բացեն իրենց ռուսական ճանապարհը, այսինքն Զանգեզուրյան միջանցքը, որը որ ավելի շատ ռուս-թուրքական է, այդքան ադրբեջանական չէ, ինչքան ռուս-թուրքական է։ Բոլորիս հայտնի է, որ ռուսներն ու թուրքերը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են քաղաքական առումով ու առհասարակ Պուտինը ամենևի պրո-թուրքական այտենց ռուս ղեկավարն է, որին որ ես տեսել եմ կամ լսել եմ։ Ամենապրո-թուրքական ղեկավարն է Պուտինը։ Նենց որ պետք չէ էլի զարմանալ ու ասել ինչ որ ստե մարդկանց մեղադրել, ասելով գիտեք ինչ կա, Պուտինը մեր լավն է ուզում, բայց դուք թուրքերի հետ եք տալի առնում։ Ոչ, եղբայրներ ու քույրեր։ Պուտինը թուրքամոլ, պրոթուրքական ղեկավարն է ռուս։ Ու իր հետ մոտիկություն անելը դա միանգամից ավելի թուրքական դառնալու մասին է խոսքը գնում։ Տարածաշրջանը պետք է սենց տենես բացվի։ Ուզենք թե չուզենք բացվելու է այսօրվա դրությամբ, որովհետև հիմի օգոստոսի 8-ից հետո առավել եւս այնպեսի ուժեր են խառնվել, որ անհնար է դա չբացելը։ Դու կարանք չբացենք, ուղղակի այնտեղ արդեն լիքը բանից կզրկվի Հայաստանը։ Մարդիկ կան, ովքեր որ ասում են, բա որ լավ ճանապարհները բացենք, մեր մրգերը ոնց ենք ծախելու, թուրքականը կլծվի, չենք կարողանալու անենք եւ այլն եւ այլն։ Հիմա ասենց ոնց որ կոպիտ ասած պլավնի անցնենք այդ թեմային, հայկական ծիրանի մասին, բացելով այս թուրքական շուկայի պահերը։ Տեսեք, ծիրանի մասին խոսքը գնում, որ հայկական ծիրանը արդեն պետքա արդեն տարհանվում է 60 տոննա երևի 60 տոննա տարհանվում է դեպի Լեհաստան, Լեհաստանից է մաս-մաս տարհանվելու եվրոպական այլ քաղաքներ ու երկրներ, եւ կիլոգրամը լինելու է 3.5 եվրո, այսինքն վաճառելու են տուփով, տուփի մեջ լինելու 8 կիլոգրամ, իսկ կիլոգրամը առհասարակ լինելու է 2.5 եվրո, նո մոտավորապես 1400-1500 դրամ կիլոգրամը։ Սա ի պատասխան Ռուսաստանի հայկական ձեռներեցները արդեն սկսում են դիվերսիֆիկացնել շուկան դեպի Եվրոպա, դա շատ լավ է։ Ու պետքա ոչ թե միայն Եվրոպա դիվերսիֆիկացումը կատարել, այլ նաև արաբական երկրներ, ասիական երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչու ոչ, Լատինական Ամերիկա եւ այլն եւ այլն։ Այսինքն պետք չի հիմա ասենք ռուսները վատն են, հա, ու անցնենք միայն, չգիտեմ, այնտեղ եվրոպական շուկային, որ հետո աստված չանի, մի բան է Եվրոպայի հետ տեղի ունենա, վաղը մյուս օր ինչ-որ այդտեղ ղեկավար փոխվի, օրինակի համար, այդ մարդը Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենա լավ հարաբերություններ օրինակի համար արաբական երկրների հետ, ռուսների հետ կամ ամերիկացիքի հետ, դե հիմա գիտեք, չէ՞, ամերիկացիները ու եվրոպացիները այդքան չեն համընկնում շահերով իրար։ Ու հիմա այդտեղ մի հատ ինչ-որ խնդրեմ ունենանք, եվրոպացիք չուզենան մեր ապրանքը գնեն, այդտեղ խնդրեմ ունենանք, չգիտեմ, այն մյուս երկրների հետ փորձելով հիմա այնտեղ դիվերսիֆիկացում կատարելը։ Դա համար դիվերսիֆիկացում պետք է կատարվի հավասար բաշխումով, որպեսզի մենք հետագայում խնդիր չունենանք, իսկ եթե խնդիր ունենանք, դա կազմի ընդամենը 10-15%, այլ ոչ թե 100%-անոց ինչ-որ մյացնես խնդիրը առաջացնի մեր մոտ, ոնց որ տեղի ունեցավ ընտրություններից առաջ Ռուսաստանի կողմից։ Լոլիկը չէին վերցնում, չէին գնում, այնտեղ ելակը հասնում են սահման, Վրաստանից անցկացնում են դեպի Ռուսաստան, լարս անցկացնում են, հետո տես թողում են 4-5 օր նեղում էր Մայիսյան արևի տակ, էլի հետ էին ուղարկում, ասում են ձեր ապրանքը լավը չի։
Ռուսաստանը այտենց փորձեց ինչ որ ուժ ցույց տալ, բայց դրանով ինքը առհասարակ օգնեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մի 100,000 ավելի ձայն հավաքի։ Ես չեմ հասկանում իմաստը որն էր այդ բաների, սահմանափակումների, ով էր իրեն այդ խորհուրդը տվել առհասարակ որ տենց սահմանափակումներ անեին։ Եթե ստեղից են խորհուրդ տվել, շատ վատ խորհուրդ տվեցին, ընդդիմության մասն է խոսքը գնում էլի, ակնարկը։ Շատ վատ խորհուրդ տվեց ընդդիմությունը, եթե իրենք էին դա անում, շատ վատ։ Նրանք ուղղակի օգտեցին, որպես իրենք ընդդիմությունը մնան։ Ամեն դեպքում դիվերսիֆիկացումը սկսվել է, հայկական ծիրանն արդեն սկսել գնա եվրոպական երկրներ, մինչ այդ ծաղիկները արդեն գնում Եվրոպա, գիտենք որ Հոլանդիա էր գնում, ջերմուկտա գնում Եվրոպա արդեն, Ֆրանսիա, հետո էլ ինչ ունենք որ գնում ելակն է սկսել արդեն նու կոնկրետ չգիտեմ ինչ խմբականակներով ու կոնկրետ որտեղ բայց ասում եմ որ գնում է արդեն դեպի Եվրոպա ինչքան հիշում եմ մեծամասամբ առաջին այդ չափաբաժինները գնում են Ուկրաինա տեսեք մարդիկ հիմի անցնենք մեկ այլ թեմայի սա շատ կապված էր այս թեման ու թուրքական այս բանը շատ կապված է հիմի այս մյուս թեմայի հետ որը որ պետք է բարձրացնեմ Տեսեք, շատերը կան, որոնք որ ասում են, մենք Ռուսի հետ ընկերություն չարինք, հեսա թուրք ենք դառնում, թուրքացվելու ենք, անցնենք գնանք։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանը, այսօրվա Պուտինյան Ռուսաստանը դա ամենապրոթուրքական Ռուսաստանն է, որը որ աշխարհում եղել է իր պատմության մեջ։ Այսինքն ոչ Ելցինյան Ռուսաստանն է այդքան պրոթուրքական եղել, ոչ Գորբաչովյան ԽՍՀՄ-ն է այդքան պրոթուրքական եղել, ոչ չգիտեմ, մենակ ամենաուժեղ պրոթուրքական Լենինն է եկել լավ եղել ուժեղ պրոթուրքական, լավ, այստեղ համաձայն եմ։ Լենինից հետո նոր Պուտինն է, լավ։ Առաջինը Լենինն է։ Տեսեք, հիմա Պուտինը երկրորդ Լենինն է մեր համար դառել։ Լենինի օրոք է, չէ՞, ինչքան տարածք կորցրեցինք։ Նախիջևանը այդքան հայերով տալիս էին ավտոնոմիա էին սարքում Ադրբեջանի կազմում տարիներ անցավ դուս հելան մոսկովյան ու կարծի այդ պայմանագրերից ու ասեցին այդպես բան չկա էսի լրիվ ադրբեջանական հողը որի այդպես օրենքի խախտում կատարեցին ու մի ապտակի ադրբեջանցիները Ռուսաստանին հասցրեցին այսինքն ոնց կաս դու պայմանագրերից այդպես պատմական պայմանագրերից դուրս գաս ու ասես գիտես ինչ կա վсё ես որոշել եմ որ էսի իմ ադրբեջանական հողն է այսինքն նորմալ եթե ոնց Հայաստանը կարող խոսար կամ չգիտեմ, բայց ինչ որ դեր չել ունենալու, քանի որ հիմնական դերակատարը դա Ռուսաստանն ու Թուրքիան են, չէ՞ եղել։ Ռուսաստանը մեծ ծպտուն չհանեց, երբ որ այդ հայտարարությունը տեղի ունեցավ։ Հիմա ասում են, որ սահմանները բացվի Թուրքիայի հետ, ստե պամիդոր լոլիկը լցվելու է այժմ գներով, չգիտեմ, ելակն է լցվելու այժմ գներով եւ այլն, մեր գործերին խփելու են։ Ժողովուրդ, սկսեմ նրանից, որ հայկական արտադրության 90%-ը դուրս է հելնում Հայաստանից, չի մնում Հայաստանում։ Այսինքն Հայաստանի այն լավ արտադրանքային ամենապերվի ռուկ կոպիտ ասած այդ արտադրանքը հավաքում են, ուղարկում են Ռուսաստան, ուղարկում են այլ երկրներ, հիմնական Ռուսաստան։ Բավականին թանկ վաճառում էին։ Ստե մնում էր այն արդեն երկրորդ, երրորդ ձեռքի ապրանքները, ու էլի բավականին թանկ վաճառում էին։ Չգիտեմ, օրինակ կարող է լոլիկի սեզոնը նոր սկսի 1500 դրամ լինի կիլոգրամը, որը որ մի քիչ աբսուրդ է, էլի։ Այսինքն կարելի է նաև այդ ուղղությամբ պետությունը մտածի դիվերսիֆիկացում գների կատարի, որպեսզի այդպես նման գներ տեղի չունենան։ Տեղ չգտնեն նման գները հայկական իրականության մեջ, հայկական շուկայում։ Այսինքն ի՞նչ է նշանակում, իմիջ օրինակ եմ թոշակառու մարդը 50,000, 60,000 գումար փող է ստանում։ Ընդամենը 20,000 եթե գնա շուկայում առևտուր անի, 20,000 դրամի, ինքը առնելու է մի, չգիտեմ, մի քանի կիլոգրամ վարունգ, լոլիկ, այնտեղ մրգեղենի մասին ընդհանրապես չեմ խոսում, մրգեղենի գինը այնտեղ դարել է ինչ-որ դելիկատեսի գինը դարել, գիլաս, բանի, այտենց գները, ծիրանի գինը, ինչ-որ դելիկատեսի գինը, եվրոպական գներ են դրել։ Սա ուղղակի աբսուրդ է։ Ոչ թե պետք է վախենալ, որ թուրքական ապրանքը կգա ուստե գները կեժանանա, այլ միտեղ սենց ասեմ, ես չեմ ուզում, սկսեմ նրանից, ոչ ես չեմ ուզում սահմանները Թուրքիայի հետ բացվի առհասարակ, բայց դա ինչ-որ միտեղ օգուտ է կունենա, որպեսզի ստեղի աշխատող մարդիկ հասկանան, որ այդպես գին պետք չի դնել։ Կարելի է, չգիտեմ, այդ ելակը այնց ձևի գին դնել, մեկը դուք թափում էիք, չէ՞, այս մի ամիս թափում էին, չէին առնում ռուսները, թափում էիք։ Ծանոթներ կային, էլ ելակի հարցում, էլ ծաղիկի հարցում, էլ այնտեղ էլ ինչ կար այնտեղ լոլիկի հարցում, ասում են, եղբայր, քիչ եք վաճառում ավելի էժան գնով ջրի գին դրեք, ոնց էր այն ժամանակ 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ։
հայկական շուկան որ կար, այսինքն գումի շուկան որ գնում էիր, այնտեղ ջրի գին էր դրած այդ երեկոյան ժամերին կամ այդ արդեն որ արդեն վերջանալու սեզոնն է, ջրի գին դնում էին գրռսնելով ծախում բարձանում էին, չէին թափում։ Որն է խնդրեմը հիմի դուք դա չեք անում։ Ինձ ասում են, որ եթե մենք տենց բան անենք, մենք շուկայական գները բավականին տենց գցելու ենք ու մեզ ձեռնտու չի, մենք ավելի լավ թափենք, քան թե շուկայի գները իջեցնենք։ Ժողովուրդ, եթե դուք հիմա շուկայական գներ իջեցնեք, հայ մարդը հասկանում է, չէ՞, ինչ բաները տեղի ունենում։ Հայ մարդը լավ տեղեկացված է քաղաքական իրադարձությունների մասին ու հասկանում է, գիտակցում է, որ Հայաստանը հիմա գտնվում է ռուսական սանկցիաների տակ, պատժամիջոցների տակ ու չի կարողանում Ռուսաստանին ամբողջությամբ վաճառել իր ունեցած մրգերը, բանջարեղենը եւ այլն եւ այլն, եւ սա ժամանակավոր բնույթ է կրում։ Ձեզնից ի՞նչ է գնում ավելի էժան դնեք դա վաճառելու։ Ինչ պարտադիր է պամիդորը դնեք 1500 դրամ, որ այդ մարդը մեկը չի առնելու, վերջում դուք թափելու եք էդի։ Տոննեկով տանում թափում եք սովետաշեններում կամ չգիտեմ որտեղներն եք տանում թափում, դուք գիտեք։ Ծաղիկը տոննեկով տանում թափում եք, վերջում չգիտեմ վառում եք, այդ ես եմ այն օրը հրշեջ բան կանչել, որպեսզի հանգցնեին այդ բաները, այդ զիբիլի ամանների մեջ գցում են ու վառում են։ Հոգեկան հիվանդներ ինչ որ։ Որ հիմա գները էժանացնեք, հա, սեզոնային է հիմա արդեն ամեն ինչը մեկը։ Դրանից չեք տուժելու այս տարի, քանի որ լիքը ապրանք կա, որը որ չեք վաճառում, թափում եք, ուղղակի թափում եք։ Դուք հիմա ավելի շատ վախում եք, որ թուրքը կգաս, թուրքը կդառնեք, թե վախում եք, որ թուրքական ապրանքը կգա, ձեզի ուժեղ կոնկուրենտ կդառնա ու չգիտեմ, այդ 1500 դրամից պամիդորը պետք է ստիպված լինեք 250-ով ծախեք, քանի որ թուրքական 300-ով է ծախվելու։ Որն է խնդիրը։ Հայրենասիրության տակ էս չբացենք, այն չանենք, բայց ավելնեկիրը գրբանի մասին է մտածում, sense որ նայում ես։ Ամոթն էլ լավ բան էլի, այդ ինչ գինա որ դնում եք, մեր թոշակառու մարդիկ չեն կարողանալու նորմալ միրգ առնեն։ Չի իշտում մրգի գինը, գիլասը ոնց կա 1500, տենց կա 1500, չի իշտում։ Պետք է այդպես մտ ես մի լղճած մղճած բան 600-700 դրամանոց բան ալի, որ այդ մարդը առնի։ Լավ, ես ինձ կարամ թույլ տամ, ինչ որ մեկը կարա թույլ տա 7-ը գնա առնի, բանանի եւ այլն, բայց մարդիկա որ չեն կարողանա, չէ՞, զուտ այնանից, որ ինձ աշխատավարձը քիչ է, իր թոշակը ցածր է ու պետքա պետությունը այստեղ խորը դիվերսիֆիկացում կատարի գների հետ կապված, որպեսզի սենձևի տատանումներ չլինի գների, որպեսզի այդ նույն 3.5 եվրոն, որը որ վաճառում են Եվրոպային, Հայաստանում այդ նույն 3.5 եվրոն չնստի, որովհետև Հայաստանում էլի ավելի թանկ է կարող ստեղ Իրանը գտնես 2000 դրամով է կարող գտնես հիմա։ Կարող է չգիտեմ մի կես ամսից տենց իշնի գները, բայց այսօր դրությամբ թանկ է 1500, 1200, չգիտեմ լավագույն դեպքում գտնես կիլոգրամը։ Ինչու է այդպես, որովհետև դիվերսիֆիկացում չկա։ Ոնց ծախում են Եվրոպային 1500 դրամով կիլոգրամը, այնպես ծախում են Հայաստանում, Երևանում, բերում են գյուղերից Երևանում 1500-ով ծախում են, գիտեն թե երևանցիք այդպես միլիարդատեր են, թե չգիտեմ պետքա ինչ չլի սա այդ գնով առնեն էլի։ Եթե Եվրոպային վաճառում եք 1500 դրամով, դուք պետքա Հայաստանի ներսում շուկայական գինը, բիրիքի մասին խոսքը չի գնում, մեծամասշտաբի մասին չի գնում, մեծածախի մասին խոսքը չի գնում։ Մանրածախ առևտուրը պետքա լինի 700-800 դրամ կիլոգրամը Իրանի, օրինակի համար, եթե դուք Եվրոպային դա տալիս եք 1500 դրամով։ Դա ամբողջ աշխարհով ընդունված մեթոդիկա է, այսինքն դա ես չեմ հնարում էլի, դուք երկրում պետք է ավելի էժան ծախես քո ապրանքը, դրսում ավելի թանկ է ծախում, քանի որ ծախսը ավելանում դրա վրա։ Այնտեղ տանել, բերել, բանվորներ, չգիտեմ, այնտեղ տուփեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Չկա։ Չկա, կապ չունի Հայաստան, Եվրոպա, Լեհաստան, Ֆրանսիա, սա տեղերը նույն գնով տալիս են։ Որ հանկարծ մի բան է խոսած, կասեմ դե գիտես ինչ կան գնում, դե 6000 դրամով եմ տալի, բայց խոսքը ես կարդում եմ հիմա, հայտարարության մեջ գացի 3.5 եվրո։ Լավ են անում, իսկ դեմ չեմ որ գյուղացիները փող աշխատեն կամ առհասարակ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ գումար աշխատեն։ Ուղղակի գիտեք ոնց է, պայմանները բավականին փոխվել է, եթե այն ժամանակ մենք սպասում էինք հայ մարդը, հայ գյուղացին սպասում էր սեզոնային ինչ-որ տենց եղանակի, որպեսի դաշտերում կարողաներ գործանել ու բերք ստանել ու դա վաճառել գումար ունենալ, հիմա փոխվել է, հիմա երևի 90%-ը բան ունի, այդ ջերմուց ունի։ Ում հարցնում ես, կլուբնիկի ջերմուց ունի, ծաղիկի ջերմուց ունի։ Ում եկե լոլիկի ջերմուց ունի։ Տարին 4 անգամ, 6 անգամ բերք են վաճառում։
ու խոսքի մի տարի որ կարան անեն սանեն որպեսի այդ մարդիկ իրենց լավը զգան, դա չեն ուզում անեն, ասելով շուկայական գները բավականին կգցենք մենք այդ քայլերով։ Ամեն դեպքում կոչս նրա կառավարությանն է, որպեսի այս գների հետ կապված դիվերսիֆիկացիա կատարեն, որովհետև չի կարող նույն գնով վաճառվի Եվրոպայում, նույն գնով վաճառվի Հայաստանում, հաշվ տակառնելով, որ Եվրոպայում աշխատավարձերը այլ են, ստեղ աշխատավարձերը այլ են։ Ստեղ դու կարողանաս, եթե գտնես 250-300 դրամանոց աշխատանք, դա նորմալ աշխատանք է համարվում, ինչ որ ոմանց համար է շատ լավ աշխատանք է համարվում։ Բայց դա եթե դու եվրոյի ես վերածում, դառնում է մոտավորապես 700 եվրո գումար։ Եվրոպայում չկա 700 եվրոյանոց գործ եվրոպացիների համար բնիկ։ Լեգալ աշխատող եվրոպացիների համար նման աշխատավարձ չկա, այնտեղի աշխատավարձները 4000, 5000, 6000 եվրոից է սկսում։ Ու դա համեմատել հայկական աշխատավարձերի հետ ու այդ նույն ապրանքը, որը որ ծախում եք 3.5 եվրոյով, նույնը ստեղ եք ծախում 3.5 եվրոյով, աբսուրդ է։ Վերանայեք այս գների տատանողությունները։ Նույն գյուղացին ոնց 2000-ականների սկզբին բերում էր պամիդորը լցնում էր, չգիտեմ, գումի շուկայում ու վաճառում էր կոպեկներով։ Հիմա նույն գյուղացին սկսել է ավելի շատ արտադրի, ավելի շատ բերի ու ավելի թանկ ծախի ու չի ուզում մի գրամ գումար իշնի։ Ասում դե ինքը չլինի, այն մյուսը կլինի։ Դե ես մեկը հայը չլինի, մա տուրիստ կլինի, մա ռուս կլինի կառնի, եսի ինչ կանի։ Կամ չգիտեմ, արդեն պայմանավորված են սրա նրան պետք է մեծացավ վաճառեն։ Ժողովուրդ տենց չի լուծվում այս հարցը։ Թե այնպես մտածում եք մենք չենք հասկանում ինչու են ոմանք ասում մենք չենք ուզում Թուրքիայից սահման բացվի։ Թուրքիայից որ սահման բացվի, դեն չէ, թուրքերը այստեղ գալու են, այդպես երգ են պարեն, վայ ուրախացանք Երևանի մեջ մենք պետքա ապրենք, բան շվացնեն, եսի ինչ անեն, եսի ինչ երգ են բան անեն։ Առևտուր ուղղակի սկսվելու դուք եք տակ տալու, այդքան բան։ Միլիարդներ եք հիմա աշխատում, թուրքերը որ Թուրքիայից սահմանը բացվի, միլիարդներ չեք աշխատելու, խոսքի մի քանի միլիոն եք աշխատելու։ Էդ էլ ձեր խելքից է լինելու, քանի որ գներին չեք բան ուզում տիրություն անեք։ Եսի ինչ գներ եք դրել այդ ամեն ինչին։ Հետո զարմանում են, ասում են Հայաստանում առևտուրը բան է, այդքան էլ լավ չի։ Բավականին պետք է լավ լինի Հայաստանի մեջ առևտուրը, չնայած դուք ամեն ինչն ձեր այդ բոլոր բերքատեսակներն վաճառվում է Հայաստանում, չի վաճառվում։ Ուզում ասեմ, սա իրար հետ կապված թեմաներ էին, ժողովուրդ, այդ սահմաններ բացվել, գյուղացիներ, բերքահավաք եւ այլն, նույնիսկ գների դիվերսիֆիկացումը, դրանք միմյանց հետ կապված են։ Ես նորից եմ կրկնում, դեմ չեմ, որպեսի հայ մարդը գումար աշխատի, շատ գումար աշխատի, բայց դա պետք է նենց լինի, որպեսի դիմացինի համարը ձեռնտու լինի, այնպես չլինի, որ մարդու համար դառնա դելիկատես գիլասառները, հա, հասկանում եք, թե չէ։ Չպիտի դուբայական շոկոլադի պես բան դառնա ծիրան գնելը։ Անուն է դնելով եղանակ բան, էսկոմ ենկոմ այս տարի անձրևը, երբ հարցում ես այս տարի անձրևը շատ էր, ասում են կարկոտը շատ էր, բերք չունենք։ Եղբայր 90%-ը լավ, ծիրանը հասկացանք, ծառեր է, չունի այնտեղ բան, այդ ջերմոցային բաներ, ինչ որ ծածկույթներ չունի։ Այն մյուս բաները հա տենց տան, կլուբնիկը, ես 700 դրամ կլուբնիկ չեք գտնի, որ այն ժամանակ 700-ով թափած էր։ Տոննեկով մարդիկ արտադրում են այդ կլուբնիկան, ստանում են այդ կլուբնիկան, տարին չգիտեմ, 8-ից 10 բերք ստանում են։ Ու ինքը չի ուզում մի գրամ այդ գինի իշնի։ Ինքը պետք է 1800-2500 դրամ դնի, կապ չունի, ամառ ձմեռ աշուն գարում։ Ինքը պետք է նույն գնով դնի։ Դա նորմալ է։ Որ ասեմ, գիտեք ոնց Ռուսաստանից նոր եկածած ինչ որ հայ եմ ու խաբար չեմ ստեղից կամ ուրիշ երկրից եկածած, ասեմ, հա լավ, դե չեմ հասկանում, խոսում եմ։ Ժողովուրդ, պստիկ վախվեց, Երևանում ապրած մեծացած տղա եմ ես տեղի։ Գումի շուկաներում եմ ես միշտ առևտուր արել իմ տատիի, պապիի հետ։ Այդտեղ եմ ես ապրել մեծացել։ Գումի շուկայի հայատներում։ Ռասիայում մեծացել ես։ Դու չի եղել դες գներ։ Քո պամիդորի արտադրանքը, որ հիմա ավելի շատացե, որն է խնդրեմը, որ դու 300 դամի սարքել ես 5 անգամ թանկացրել ես, որն է քո խնդրեմը, որ 5 անգամ թանկացրել ես ու մի բան ես ամ, չես ուզում ավելի նորմալ գնով վաճառես, ինձ դա է հետաքրքիր։